եւ մենք մի նոր առարկա ենք սկսել, որը կոչվում է հերմենևտիկա, եւ այսօր երկրորդ դասն է լինելու այս հրաշալի առարկայի։ Ինչ եմ ասում հրաշալի առարկա, որովհետեւ եթե առաջին դասը լսել եք, ապա կիմանաք, որ այս առարկայից կախված է Աստվածաշնչի ընկալումը, այսինքն հերմենևտիկան մեզ օգնում է ճիշտ ընկալել Աստծո խոսքը։ Մենք գիտենք, որ Աստծո խոսքը պարգև է մեզ Աստծուց, եւ մարդը փրկվում է հավատքով, եւ գիտենք, որ հավատքը պիտի լինի Աստծո խոսքի վրա հիմնված հավատք։ Հիմա եթե մենք ճիշտ չընկալենք Աստծո խոսքը, ինչպիսին կլինի մեր հավատքը, բնականաբար կլինի շեղված հավատք, որովհետև կհավատանք այնպիսի բաների, որոնք Աստվածաշնչում գրված չեն, կամ սխալ մեկնաբանություն կունենանք։ Դրա համար այս հրաշալի առարկան աստվածաբանական, որ կոչվում է հերմենևտիկա, մեզ օգնում է, եթե մենք իր սկզբունքները ճիշտ ընկալենք, մեզ կօգնի, որպեսզի ճիշտ Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները ճիշտ այնպես, ինչպես Աստված է ուզում, ճիշտ այնպես, ինչպես Աստվածաշունչ այս հրաշալի գրքի հեղինակը մտադրվել է, որ մենք ընկալենք, ճիշտ այդպես էլ կընկալենք, եթե մենք մեկնաբանության սկզբունքներին տիրապետենք։ Նախորդ անգամ խոսեցի բառի մասին հերմենևտիկա, հետո հասկացա, որ գուցե որոշները սխալ կընկալեն, ոչ թե այդ Հերմես Չաստծու անունով է դա, այլ հունարենում այդ բառը, որ նշանակում է բացատրել, հունարեն բնագրում հենց Հերմեսի անունով է գրված, այսինքն հերմենևտիկա բառը, որը նաև Աստվածաշնչում ենք հանդիպում, իր արմատն է առաջացել հունական դիցաբանության այդ կերպարի սուտ Աստծու անունով, բայց բառը սովորական բառ է, որը հունարենում օգտագործվում է եւ ունի այս իմաստը՝ բացատրել։ Եվ ահա մեկնաբանության արվեստը կոչվում է հերմենևտիկա։ Գանք երկրորդ դասին, այսօր խոսելու ենք հերմենևտիկայի ուսումնասիրության, ինչ է ուսումնասիրության խնդիրների մասին, ինչ է ուսումնասիրում հերմենևտիկան, եւ գիտենք, որ Աստվածաշունչը, արդեն գիտենք, նախորդ անգամ խոսել ենք դրա մասին, ճիշտ մեկնություն, ինչպես ինչ սկզբունքներով, ինչ կանոններով ճիշտ մեկնել, որ մեկը չլինի ասի, քո համար այս գրվածը սա է նշանակում, իմ համար էլ սա է նշանակում։ Այդպես չպիտի լինի, եւ մենք նախորդ անգամ տեսանք Աստվածաշնչի ընթերցանություն կար, հատվածներից տեսանք դա, չկրկնվեմ։ Ուղղակի մենք պիտի իմանանք, որ Աստվածաշունչը աստվածային գիրք է։ Ինչու աստվածային, որովհետև հեղինակը Աստված է։ Եվ միևնույն ժամանակ Աստվածաշունչը մարդկանց համար գրված գիրք է։ Աստված հեղինակել է այս գիրքը, գրվել է գիրքը մարդկանց ձեռքով, բայց ոչ մարդու մտքով։ Մենք բիբլիոլոգիա առարկանա անցել ենք, որտեղ խոսել ենք ներշնչվածության մասին, եւ որպիսի մենք իրականում Աստվածաշունչը մեկ գիրք չի, գրքերի հավաքածու է, այսինքն ինքը հավաքված է մեկ գրքի մեջ, բայց 66 գրքերից բաղկացած ժողովածու է, հավաքված, որոնք մոտ 40 տարբեր հեղինակներ, 3 տարբեր լեզուներով, մոտ 1400-1500 տարվա ընթացքում գրվել են։ Պատկերացրեք, տարբեր մշակույթներում, տարբեր երկրներում, տարբեր կայսրությունների մեջ, եւ այս բոլորի հեղինակը, այսինքն երբ որ մարդը կարդում է Աստվածաշունչը, կարծես մեկ ամբողջություն լինի, եւ այս բոլորի հեղինակը Աստված է, որ մարդկությանը փոխանցել է այս հրաշալի գիրքը, որը մեզ բացում է հոգևոր ճշմարտությունները եւ այնպիսի ճշմարտություններ հոգևոր կյանքի եւ մարդու Աստծու ընդհանրապես անցյալի ու ապագայի մասին, որը մենք որևէ այլ աղբյուրից չենք կարող ունենալ։ Սա Աստծու պարգևն է, սա Աստծու նվերն է մարդկությանը։ Եվ եւս մեկ անգամ շեշտեմ, որ մի բան է դու ունենաս այդ գիրքը,
քո ձեռքին տակ մի ուրիշ բան, որ դու կարողանաս ընկալել այդտեղ այդ գրքում գրված ճշմարտությունները, Տեր Աստծո կողմից փոխանցված ճշմարտությունները։ Հիմա ասեմ հերմենեու բառը, որտեղ է օգտագործվում, շատ տեղերում կա Աստվածաշնչի, Ղուկասի 24:27-ում, երբ որ Տեր Հիսուսը Էմաուսի ճանապարհին բացատրում էր աշակերտներին, որոնք դեռ չէին ճանաչում ինքով, չէին բացահայտել իրով լինելը, այնտեղ գրված է, որ Մովսեսից սկսած գրքերը բացատրում էր նրանց։ Եվ այս բառը դիհերմենեո հունարեն բացատրել բառն է, որից էլ առաջացել է հերմենևտիկան։ Մենք հավատում ենք, այսպես ասեմ, բնագրի անսխալականությանը։ Եվ տեսեք հերմենևտիկայի խնդիրներին եմ անդրադառնում, ինչ խնդիրներ կան։ Մենք ունենք տարբեր թարգմանություններ եւ թարգմանություններ կան, օրինակ ես շատ անգամ իմ ուսուցումների մեջ շեշտել եմ, օրինակ վերջին ամենաթարմ թարգմանություններից մեկը նոր Արարատ թարգմանությունն է, որտեղ մարդիկ թարգմանել են մի բան, հայտնության գրքում, երբ որ բնագրում գրված է, որ սուրբերի աղոթքը այդ խնկարկության ծխի հետ միասին բարձրանում է երկինք, թարգմանության մեջ գրված է հերետիկոսության հավասարության նշան կարող ենք դնել այստեղ, գրված է սուրբ, ոչ թե սուրբերի աղոթքը, այլ սուրբերին ուղղված աղոթքը։ Հիմա կարդում ես ու աշխարհի ոչ մի աստվածաշնչում այդպիսի բան գրած չի, այսինքն տարբեր լեզուներով, սա միայն Հայաստանի, ես անձամբ եմ զգուշացրել աստվածաշնչյան ընկերակցության աշխատակիցներին, ոչ թե միայն մեկին, այլ որ սխալ է եւ իրանք էլ ընդունել են այդ սխալը, բայց թե ինչու չի ուղղվում, դա էլ արդեն բաց հարց է օդում կախված։ Ամեն դեպքում ինչ եմ ուզում ասել, հերմենևտիկան ուսումնասիրում է նաև այսպիսի խնդիրներ, որտեղ մենք ունենք տարբեր թարգմանություններ։ Ես կոպիտ սխալ ասեցի, որը ակնհայտ է, ցանկացած անգամ հունարենին չտիրապետող մարդ կարող է բացել ու տեսնել, որ նոր Արարատ թարգմանության մեջ վարդապետական սխալ թարգմանություն կա, որը կոպտագույն սխալ է, որը մարդկանց մղում է սուրբերին աղոթելուն, որովհետև գրված է սուրբերին ուղղված աղոթքն է բարձրանում երկինք, այդպիսի բան չկա բնագրում։ Հիմա ինչու եմ խոսում սրա մասին, մենք ունենք տարբեր թարգմանություններ եւ մենք պիտի կարողանանք վերծանել այն, ինչ որ Աստված է գրել, ոչ թե ինչ որ մարդիկ գրիչի մի թեթև հպումով կամ հիմա գրիչի չի, համակարգչի մի թեթև մի քանի ստեղնաշարային հպումներով փոխում են այն, ինչ որ Աստված է գրել։ Եվ մենք չպիտի վերցնենք այն, ինչ որ մարդն է գրել, մենք պիտի վերցնենք այն, ինչ որ Աստված է գրել։ Եվ գիտեք, զգուշացումը Աստվածաշնչի հենց հայտնության գրքի վերջում, որ ով ավելացնի, Աստված կավելացնի նրա կյանքում պատուհասները, որ գրված են այստեղ, ով պակասեցնի, նրանց անունը կպակասեցնի կյանքի գրքից եւ միայն կարող եմ ասել, եթե դիտավորյալ է արված, Աստվածավախությունը կորցրած մարդիկ են դա արել, եթե պատահաբար, որ չեմ հավատում, չեմ պատկերացնում ոնց Աստվածաշնչի այդքան գիտակների ձեռքով պատահաբար դա անցավ, ամեն դեպքում զգուշացումից հետո պիտի փոխեին դա։ Գանք մյուս խնդիրներին, տարբեր թարգմանությունները խնդիր են, որ հերմենևտիկան պիտի լուծի։ Օրինակ, երբ որ ես ուսումնասիրում եմ, մի քանի թարգմանություններ եմ դնում իմ կողքին, իհարկե ընթերցանության ժամանակ սա պարտադիր չի, բայց օրինակ քարոզ պատրաստելիս սա խորհուրդ եմ տալիս, որ այդպես անեք, որպեսզի իմանաք, եթե թարգմանությունները տարբերվում են ու լուրջ են տարբերվում իրարից, ապա կա տողատակի թարգմանություն, որը բնագրի գրվածն է բառացիորեն եւ չիմանալով հունարենը դուք կարողանում եք իմանալ ինչա գրված այնտեղ։ Եվ հերմենևտիկայի ուսումնասիրության առարկան ասա։ Լեզբական տարբերությունները տարբեր լեզուներով են գրված եղել եւ հետո մենք ունենք Աստվածաշնչի թարգմանություն հունարեն Սեպտուագինտը, որը թարգմանված է ինքը բնագրից եւ
պիտի արդեն այս լեզվական տարբերությունները ուսումնասիրենք, ժամանակային հեռավորությունները։ Մենք պիտի, եթե ասենք 1400 տարի, դրան էլ գումարում ենք 2000 տարի Աստվածաշնչի կազմավորումից մոտ 1900 տարի, այսպես ասեմ, ահագին մեծ հեռավորություն է եւ այն ժամանակի մտածելակերպը ու բառերը կարող են տարբեր լինել եւ մենք պիտի հասկանանք, երբ որ օրինակ Մովսեսը ինչ որ բան էր գրում, դա այն ժամանակ ինչ կարող էր նշանակել, որպեսզի մենք հասկանանք այն իմաստը, որ Աստված դրել է այդ խոսքերի մեջ։ Մշակութային տարբերությունները լավ կլիներ, մենք քանի որ մանրամասն հաջորդ դասերին անցնելու ենք սրա մասին, ես հիմա ուղղակի արագ կասեմ, որովհետև այսօրվա դասի մեջ կարևոր բաներ կա, որ այսօրվա դասի մեջ առանձնացրել եմ, որ դրանց վրա կանգնեմ, իսկ այս մշակութային, ժամանակային, լեզվական, այս բոլոր տարբերությունների մասին մենք գործնական դասեր ենք ունենալու օրինակներով, բայց հիմա հիշեցի մի մշակութային տարբերություն, օրինակ Հովսեփի Մարիամի պատմությունը, որ նշանածներ, չէ՞, նշանածներ, հիմա պիտի հասկանանք հրեական մտածելակերպի մեջ, օրինակ մեր մոտ, ես այդպես էլ սովորեցնում եմ, որ քանի դեռ ամուսնական ուխտ չեք արել, դուք իրար հետ ուխտով կապված չեք, այսինքն պսակն է, որ ձեզ կին եւ ամուսին է դարձնում, իսկ հրեական մշակույթի մեջ նշանվելը արդեն ուխտ էր եւ հարսը խոստանում էր սпасել մինչեւ հարսանիքի օրը եւ այս տարբերությունները պիտի մենք հասկանանք մշակութային, որ կարողանանք ընկալել իրականում ինչ էր նշանակում, որ Հովսեփը ուզում էր իրեն արձակել, որովհետեւ նշանվածին, որ արձակում են Մովսեսի օրենքը հիշում եք, թուղթ էին տալիս բաժանման, ամուսնալուծության թուղթ էին տալիս։ Հիմա մենք նշանածը, որ նշանը հետ են տալիս, իրան չենք ասում ամուսնալուծված, բայց հրեաների համար սա ամուսնալուծություն էր, որովհետև նշանվելը արդեն իսկ ուխտ էր իրանց մոտ։ Այսպիսի մշակութային տարբերություններ կա, սա մի օրինակ էր միայն, բայց մշակույթին ծանոթանալը մեզ օգնում է ճիշտ ընկալել Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները։ Ոճային տարբերություններ մենք ամենայն հավանականությամբ հաջորդ դասը դրան նվիրված կլինի, որ Աստվածաշնչում տարբեր գրքեր, տարբեր գործիքներ, հերմենևտիկայի տարբեր գործիքներ են օգտագործում։ Օրինակ մենք պատմական գրքերը ունենք սկզբունքներ, ինչպես մեկնաբանել պատմական գրքերը, բայց օրինակ բանաստեղծական գրքերը այդ սկզբունքները չեն գործում։ Բանաստեղծական գրքերը ունենք Սաղմոսների մեկնաբանության մեջ կամ լրիվ այլ գործիքներ են գործում, ասենք Պողոսի նամակների կամ ընդհանրապես նոր կտակարանի թղթերի մեկնաբանության ժամանակ։ Եվ այսպիսի ոճային տարբերություններ կա, որ պիտի հասկանանք ինչ ենք կարդում եւ այդպես կա, չէ, որ վարպետը գնում է, ասենք, չգիտեմ, մեքենա փչացել է ինչ-որ մեկի մեքենան, խափանվել է, գնում է վերանորոգելու, հարցնում է ինչ է եղել ու գիտի ինչ գործիքներ իր հետ վերցնի, որովհետև մեքենայի տարբեր մասերը տարբեր գործիքներ են պահանջում, ասենք էլեկտրականությունն է խափանվել, ուրիշ գործիքներ է վերցնում, ընթացային մասն է խափանվել, ուրիշ գործիքներ է վերցնում, այդպես էլ մենք Աստվածաշնչի տարբեր գրքերին ունենք տարբեր գործիքներ, որոնցով մենք պիտի ճիշտ վերլուծության ենթարկենք ու ճիշտ մեկնաբանություն ունենանք, թե որ բաժնը մարգարեական գրքերը լրիվ այլ մեկնաբանական գործիքներ են պահանջում եւ այսպես շարունակ կանդրադառնանք հաջորդ դասին սրան, բայց հիմա ուզում եմ ասել, որ սա մեր ուսումնասիրության առարկան է, մեր ուսումնասիրության խնդիրների մեջ է մտնում։ Շատ կարևոր է քերականական խնդիրները հասկանալը, որովհետև քերականությունը նույնպես փոխվել է, բառերը փոխվել են, բառեր կան, որ այն ժամանակ մի բան էին նշանակում, հիմա մեկ այլ բան են նշանակում։ Եվ մենք պիտի հասկանանք սա։ Օրինակ ամենահայտնի փոփոխությունը, որ տեղի է ունեցել,
որ շատերը տեղյակ են, շատերն էլ տեղյակ չեն, եկեղեցի բառը։ Եկեղեցի բառը այն ժամանակ ինչ է նշանակել։ Բարև տվեք այսինչի տանը հավաքվող եկեղեցուն։ Եկեղեցին մարդիկ են եղել եւ հիմա էլ մարդիկ են, բայց մարդկանց օրինակ մեկը կարդում է, որ չգիտի, որ եկեղեցին հավատացյալների ամբողջությունն է, եկեղեցին իր մտքում շենքն է։ Եվ մինչև ինքը չհասկանա այս լեզվական փոփոխությունը, ինքը չի հասկանա Պողոսի գրածը։ Այդպիսի շատ օրինակներ կան, որ մենք պիտի այս բառերի քերականության տիրապետենք այս գործիքներին, որպեսզի ճիշտ իմաստը հասկանանք։ Հեղինակին ճանաչելու կարևորությունը եւ հեղինակ ասելով եսի նկատի ունեմ Աստծուն, որովհետեւ երբեմն մեկնություններ ես լսում ու դու ասում ես Աստված հենց ամենասկզբից մարդը գալիս ասում Աստվածաշնչում sense բան եմ կարդացել, ասում եմ անհնարին է, որովհետեւ Աստծուն ճանաչելով դու գիտես այս մարդը սխալ է հասկացել ինչ-որ բան, դա Աստծու բնույթը չի, դա Աստծու սկզբունքները չեն, դու սխալ ես հասկացել։ Հիմա ես վստահ ասում եմ սխալ ես հասկացել, հետո բացում ենք իրար հետ, կարդում ենք ու տեսնում ենք, որ սխալ է հասկացել։ Ինչու եմ ես ամենասկզբից առանց կարդալու ասում սխալ ես հասկացել, որովհետև ճանաչում ես հեղինակին, որովհետև գիտես Աստծու բնույթը, ասենք Աստծու բնույթը չար չի, ինքը մի բան է ասում, որ դաժան չար Աստված է ներկայացնում, սխալ ես հասկացել։ Շատ կարևոր է հեղինակին ճանաչելը եւ կարևոր է հեղինակներին ճանաչելը, որովհետեւ ամեն գրքի մեջ, օրինակ Եսայան եղել է թագավորական ցեղից, շատ լավ կրթված, Երեմիան եղել է քահանայական ցեղից, շատ լավ կրթված, Ամովսը եղել է հովիվ, ոչ հոգևոր, այլ հենց հոտ արածեցնող, ավելի ճիշտ խաշնարած, այսինքն տավարի կովեր արածեցնող մի հովիվ է եղել, որին Աստված ընտրել է մարգարեության որոշակի ծառայություն անելու համար, եւ մենք պիտի հասկանանք, որտեւ իր լեզուն եւ իր ոճը լրիվ տարբեր է, քան Եսայան, քան Երեմիան, քան Եզեկիելը։ Այսպիսի տարբերություններ կա եւ մենք պիտի հեղինակներին ճանաչենք, պատմամշակութային համատեքստը ճանաչենք եւ այս բոլորը հերմենևտիկայի գործիքներն են, որոնք մենք պիտի տիրապետենք եւ հաջորդ դասերը հենց սրան են նվիրված լինելու։ Երկրորդ Պետրոս առաջին գլխի 21-րդ խոսքում կարդում ենք, որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց, Սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու։ Այսինքն, այն ինչ որ դուք կարդում եք, Սուրբ մարդիկ, իմիջիալոց եւս մեկ բառ, որը փոփոխության է ենթարկվել, այն ժամանակ Սուրբ ասելով Աստվածաշունչը ի նկատի ուներ Աստծու համար առանձնացված ժողովուրդ, որ որոշում է չապրի ամբողջ աշխարհի պես, այլ ապրի այնպես, ինչպես Աստված է իրան ասում, որ ապրի։ Եվ այս ժողովրդին, որ որոշում է ապրի Աստծու ասածով, Աստվածաշունչը կոչվում է առանձնացված, աշխարհից առանձնացված, որը կոչվում է Սուրբ։ Իսկ հիմա եթե Սուրբ բառը ասեք, օրինակ ողջույն տվեք սուրբերին, մարդիկ կմտածեն այդ քանի հատ սուրբ կար այդ եկեղեցում տենաս, որովհետև իրենց մտածելակերպի մեջ սուրբը այն մարդիկ են, ում կարելի է աղոտ կանել, եւ արդեն հասկանում եք այդ հայտնության ծուռ հերետիկոսային թարգմանությունը, ում ջրաղացին է ջուր լցնում, եւ մենք հասկանում ենք ծուռ վարդապետության հիմնավորումը, որովհետև կանցնի ժամանակ, գիտեք չէ, մի քանի չնայած հավատում ենք, որ Տերը մինչև այդ կգա, բայց ժամանակ անցնում է եւ մարդիկ կվերցնեն այսօրվա Աստվածաշունչը, կասեն մի հատ էլ այսպիսի թարգմանություն կա։ Հույս ունեմ, որ այսօրվա այս լրատվական առատությունը թույլ չի տա այդպիսի կեղծիքները, որպեսզի տեղ գտնեն։ Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ սուրբ մարդիկ, Աստված ընտրել է սուրբ մարդկանց, իր համար առանձնացված, մաքուր կյանքով ապրող մարդկանց, որպեսզի նրանց միջոցով
փոխանցի այն, ինչ որ ուզում է, որ մենք եւ ամբողջ մարդկությունը հասկանան, ճանաչեն եւ ճանաչելով ճշմարտությունը ազատագրվեն խավարի կապանքներից։ Ահա այն ինչ որ գրված է եւ ասում է հատուկ դրանից առաջ ասում է որ գրքերի ամեն մարգարեություն իր հատուկ մեկնությունը չունի, որովհետեւ Աստված հեսա շատ կարեւոր է։ Ես աստվածաբանական համալսարանում դասավանդում եմ միջմշակութային հաղորդակցություն եւ հաղորդակցությունը սա է, որ եթե ինչ որ մեկը հաղորդակցվում է ինչ որ մեկի հետ, սա նշանակում է ինքը մի բան մտածում է, մենք ոնց ենք փոխանցում։ Հիմա ես լեզվական կոդավորման միջոցով սա փոխանցում եմ, քո ականջը սա անցալում է եւ դու քո մտքին ասում ես ինչ եմ փոխանցում, այս ձայնային ալիքներով կոդավորում է գալիս ու քո ականջը այդ կոդավորումը ապակոդավորում է եւ դու ստանում ես այն ինֆորմացիան, ինչ որ ես եմ խոսում։ Հիմա Աստված իր ժողովրդի հետ, Աստված մարդկության հետ խոսել է Սուրբ Հոգով ներշնչված մարդկանց միջոցով, որոնք գրի են առել իր խոսքերը։ Եվ եթե մենք ճիշտ ընկալենք Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները, Աստված հաղորդակցվում է մեզ հետ, դրա համար Աստվածաշունչը կենդանի գիրք է, Աստված խոսում է մեզ հետ Աստվածաշնչի միջոցով, եթե մենք ճիշտ ընկալենք։ Հիմա եթե ես խոսամ ու դու գիտեք, որ մարդիկ լսողության խնդիր ունեն ու դու չլսես, ինչ է լինելու։ Գիտեք, որ լսողության խնդիր ունեցող մարդիկ ուրիշ հմտություններ են զարգացնում, օրինակ կարողանում են շուրթերով կարդալ, ինչ է ասում մարդը։ Եվ ինչ որ կերպով ընկալում են, բայց հիմա նույնը կարա մարդը Աստվածաշունչը կարդա, ասի դες ինչ որ կերպով ընկալում եմ, բայց լավ կլինի բացվի քո լսողությունը, որ դու լսես ինչ է ասում Աստվածաշունչը եւ իմ համար այս առարկան շատ կարեւոր է, որովհետեւ հերմենևտիկան բացում է հավատացյալների լսողությունը, բժշկում է հավատացյալների լսողությունը։ Շատ մարդիկ Աստվածաշունչ են կարդում, որպեսզի գտնեն այնտեղ այն, ինչին հավատում են։ Բայց իրականում մենք պիտի Աստվածաշունչը կարդանք, որպեսզի հավատանք նրան, ինչ որ Աստված է գրել այնտեղ։ Փրկությունը հավատքով է, հավատքը լսելուց է, լսելը Աստծո խոսքից։ Հռոմեացիս 10-րդ գլխում է գրված։ Մի հետաքրքիր անուն էլ ասեմ, էգզեգետիկա։ Էգզեգետիկա եւ հերմենևտիկա, սրանք իրար հետ են։ Շատ, քանի որ մենք հանրամատչելի աստվածաբանություն, sense ակադեմիական աստվածաբանություն չի, փորձեմ շատ պարզ բացատրել ինչ է հերմենևտիկան եւ ինչ է էգզեգետիկան, լավ։ Եթե դուք, ասենք, այսօր ինչ կա, հիմա արդեն առաջ գրքեր կային, որոնց մեջ, ասենք, ճաշատեսակների ռեցեպտները հայերեն ոնց է, բաղադրատոմսերն էին գրում, լավ, ճիշտ հայերենով ասենք, բաղադրատոմսերն էին գրում, հիմա դե ինտերնետում կա էդի, ով է գիրք բացում, հիմա նայեք, հերմենևտիկան այդ բաղադրատոմսերի գիրքն է, էգզեգետիկան ճաշեփելու process-ը, այսինքն էգզեգետիկան վերցնում է հերմենևտիկայի սկզբունքները եւ փորձում է բացահայտի այս նախադասության մեջ, այս պարբերության մեջ ինչ է ուզում Աստվածաշունչը մեզ փոխանցի։ Կհիշեք այս երկուսը՝ հերմենևտիկա եւ էգզեգետիկա։ Հերմենևտիկան ասում է ինչ պիտի անենք, էգզեգետիկան անում է դա։ Սկզբունքներ, կարևոր չի, գնանք առաջ։ Ես ասացի երկու կարևոր բանի վրա եմ կանգնելու եւ այսօրվա դասը նվիրենք սրան։ Շատ կարևոր է ով է մեկնաբանողը։ Շատ կարևոր է ով է մեկնաբանողը։ Ես ասում եմ ամեն մեկի մի լսեք։ Որովհետև մեկ-մեկ ինձ անուններ են ուղարկում, ասում են Արման եղբայր, այս մարդը շեղված մարդ է, ասում եմ չէ, շեղված չի, բայց մի լսի իրան։ Որովհետև ինքը ավետարան ի՞նչ է, որ փորձում է ուսուցչություն անի։ Եթե դուք կգնաք, չգիտեմ, ինչ ասեմ, ատամնաբույժի մոտ, որը փորձում է սրտի վիրահատություն անի,
Այդ մոտավորապես նույնն է, որ ավետարանի չփորձում է ուսուցչություն անի։ Մի քանի համարներ եմ առանձնացրել, որպեսզի մենք հասկանանք։ Նախ մեկնաբանողը պիտի լինի վերստին ծնված մարդ։ Եփեսացիս 2:2-ում գրված է, որոնց մեջ մի ժամանակ ընթանում եք այս աշխարհի սովորության համաձայն ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Հիմա եթե մարդը, ինչ ենք հասկանում այս համարից, եթե մարդը վերստին ծնված չի, ով է ներգործում իր վրա։ Սատանա։ Եթե վերստին չծնված մարդը փորձում է մեկնաբանի Աստվածաշունչը, երբեմն, սիրելիներ, ես տեսնում եմ, որ մարդիկ հիացած լսում են հրյա ռաբինների բացատրությունը։ Այդ ռաբիները իրենք Քրիստոսին չեն ընդունում, մերժում են։ Եվ կարանք ասենք վերստին ծնված չեն։ Պողոս առաքյալը ասում էր, ես աղաչում եմ Տիրոջը, որ իրենց աչքերի քողը վերցնի, իր ազգի համար էր աղոթում։ Հիմա այդ քողը աչքերին մեկը մեկնաբանում է ու դու էլ հիացած լսում ես։ Ում ես լսում։ Հա գեղեցիկ, ասենք, այնտեղ պատմություններ կարան լինեն, չգիտեմ, ճոխ, ալեգորիաներ, այլաբանություններ, որոնց մասին կխոսեմ։ Բայց ում ես լսում, դու լսում ես վերստին ծնունդ չունեցող մարդու։ Եվ Պողոս առաքյալը ասում է, ես այդպիսին եմ եղել։ Եվ ես գիտեմ, որ վերստին ծնունդ չունեցող մարդը, ասում է, գնում է այս աշխարհի սովորության համաձայն, ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդից, օդային տարածությունից, այն ոգու, որ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ Ում ենք մենք լսում։ Առաջինը պիտի մեկնաբանողը վերստին ծնված լինի։ Ամբիոնի հետևում կանգնելը դեռ չի նշանակում վերստին ծնված։ Պիտի ուշադիր լինես։ Այսօր ինտերնետում հենց երեք նայեցի, ցանկացած մեկը կարող է գեղեցիկ հագնվել, կոստյումով, փողկապով, գիրքը վերցնել ու սկսել մեկնաբանել Աստվածաշունչը։ Ով է նա, կարևոր է ով է նա։ Առաջին պիտի վերստին ծնված լինի, որովհետև հենց 2 Կորինթացիս 4:4-ում է գրված, որ այս աշխարհի փոքրատառով Աստվածը, այսինքն չաստվածը, կուրացնում է մարդկանց սրտերը, որ իրենց վրա չծագի Քրիստոսի ավետարանի պայծառ լույսը։ Երկրորդը, մեկնաբանողը պետք է Սուրբ Հոգով լցված լինի։ Առաջին Կորինթացիս 2 14-15 խոսքերում գրված է, որ ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծո հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են եւ չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։ Իսկ հոգևոր մարդը ամեն բան քննում է, ինքը ոչ ոքի կողմից չի քննվում։ Հոգևոր մարդը այն մարդը չի, որ եկեղեցի է գալիս։ Հոգևոր մարդը Հռոմեացիս 8-րդ շատ պարզ ասում է, հոգով առաջնորդվող մարդն է, որ մարմնով չի առաջնորդվում, հոգով է առաջնորդվում։ Այսօր այնքան մեկնաբաններ կան, այնքան Աստվածաշունչ քարոզողներ կան, որ մարմնով են առաջնորդվում, ուշադիր եղեք, իրենք չեն կարա ճիշտ մեկնաբանել։ Որտեվ առանց Սուրբ Հոգու, ինչքան էլ հերմենևտիկայի կանոնները դու իմանաս, առանց Սուրբ Հոգու դու չես կարող ճշմարտությունը բացահայտել, որովհետև Տեր Հիսուսն էր ասում, որ ինքը գալու է ու ձեզ Սուրբ Հոգու մասին էր ասում, կառաջնորդի դեպի ամբողջական ճշմարտությունը եւ Սուրբ Հոգին է միայն, որ այս սառը անկենթան գրերը, որ կա գրքի մեջ, ինքը կենթանացնում է քո համար եւ կենթանի խոսք է դարձնում, դա Սուրբ Հոգին է։ Վերստին ծնված մարդը նաեւ պիտի հոգով լցված, հոգով առաջնորդվող հոգևոր մարդ լինի, որպեսզի կարողանա ճիշտ մեկնաբանել։ Եվ մեկնաբանողը պիտի ակնածանք ունենա Աստծո խոսքի հանդեպ եւ իրան ձգի այս գրքի ճշմարտությունները ճանաչելը, ոչ թե տեխնիկային տիրապետի, այլ իրականում հասկանա ով է հեղինակը եւ ինչ է մեզ փոխանցում։ 2 Տիմոթեոս 3:15-ում է գրված Պողոս առաքյալի խորհուրդը Տիմոթեոսին,
ասում է, որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք, այսինքն գրքերը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով, այսինքն Տիմոթեոսը հենց այդպես չի, որ եկավ ու դարձավ Պողոսի ամենավստահելի մարդկանցից մեկը, ոչ, մանկուց ինքը ուսումնասիրել է Սուրբ Գիրքը, խորհուրդ բոլոր մանուկներին ու պատանիներին, մանկուց ուսումնասիրեք Սուրբ Գիրքը, երիտասարդներ, Սուրբ Գիրքը դարձրեք ձեր ամենամտերիմ բարեկամը, սա Աստծու ուղերձն է մարդկությանը, Աստծու հաղորդակցությունը, Աստված է խոսում այս գրքի միջոցով, եթե իհարկե մեր լսողությունը բաց է ու մենք կարողանում ենք ընկալել այն, ինչ ինքը խոսում է։ Հակոբոս 3:1-ում գրված, որ շատերը ուսուցիչներ մի փորձեք լինել, որտեղ մեծ դատաստան է սպասվում։ Եթե դու ուսուցիչ չես, ինչ ես ուսուցչություն անում, ինչ ես փորձում քո տեսանյութերով հեղինակություն բարձրացնես, իբրև թե դու ուսուցիչ ես։ Գուցե դու հրաշալի ավետարանի ես, ոնց որ իմ ասած օրինակի մեջ, հրաշալի ատամնաբույժ ես, ինչու ես ուզում սրտի վիրահատություն անես, որովհետև անունդ ավելի կբարձրանա դրանից։ Վնասում եք, քո պարգևի մեջ եղիր, եւ Հակոբոս 3:1 խոսքը ասում է, մեծ դատաստան է սպասվում, եւ պետք չի անել այն, ինչի մեջ դու կանչված չես։ Դու պիտի օգտակար լինես եւ քո շահը պիտի արքայության շահը լինի, ոչ թե քո անձի մեծարման շահը։ Մեկնաբանողը պիտի աղոթքի եւ խոնարհության հոգի ունենա։ Մեկնաբանողը պիտի կախված լինի Սուրբ Հոգու հետ մտերմությունից։ Եվ պիտի ուշադիր լինենք, որովհետև երբեմն մեկնաբանողները ուզում են մատուցել մի բան, որ այսպես մոտավորապես ինձանից առաջ ոչ ոք չէր հասկացել, հիմա ես ձեզ փոխանցում եմ։ Եվ շատ կարևոր է, որպեսզի մենք զգուշանանք այսպիսի գաղտնի գիտելիքներից, եւ կարևոր է, Աստվածաշունչը զգուշացնում է, այո, ուսուցչության պարգևը կա Աստվածաշնչում, հստակ կա, Հռոմեացիս 12:7-ում տարբեր պարգևների թվարկման մեջ կա նաեւ ուսուցանող պարգևը, առաջին Կորինթացիս 12:28-ում կրկին ուսուցանողներ, Եփեսացիս 4:11-ում, որ Հիսուս Տերը դրեց եկեղեցում ուսուցիչներ, բայց զգուշացում կա, Տիտոս 2:8-ում, թող խոսքը ողջամիտ լինի։ Տիտոս 2:1-ը, խոսիր այն, ինչ վայել է, անառարկելի ողջամիտ վարդապետությանը, պիտի ողջամիտ լինի։ Երկրորդ Տիմոթեոս 4:3-ում Պողոս առաքյալը զգուշացնում է, որ ժամանակ կգա, մարդիկ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ կգնան իրենց ականջին հաճելի բաներ լսելու, ոչ թե ողջամիտ վարդապետություն։ Մենք հասկանում ենք, որ մեկնաբանությունը պիտի ողջամիտ լինի, եւ ողջամտության թշնամին, այս դրա մասին եմ ուզում խոսել, հիմա մեկնաբանողի պահանջների մասին ավարտեցինք, սա էլ խոսենք ու ավարտենք դասը։ Ողջամտության թշնամին ալեգորիաներն են, այլաբանությունները։ Աստվածաշնչում կան այլաբանություններ, օրինակ Նոր Կտակարանը համեմատում է Հագարին ու Սառային, ասում է սա կամ Իսմայելին ու Իսահակին, համեմատում է ինչ-որ բաների հետ։ Եվ Տեր Հիսուսն էլ էր օգտագործում սա, բայց մենք իրավունք չունենք։ Օրինակ ես հիմա ժամանակ չկա, եկեղեցու հայրերից շատ տարածված է եղել հենց ամենավաղ շրջանում Ալեքսանդրիայի եկեղեցու հայրերը, որոնք եղել են հունական փիլիսոփաների ազդեցության ներքո, հունական փիլիսոփաների համար դա նորմալ բան է եղել, վերցրել են Հոմերոսի գրվածքները ու ասել են, օրինակ ստոիկները կամ մյուս ուղղությունները փիլիսոփայական, ասել են սա է նշանակում, սա է նշանակում ու գնացել է իրանց ուզած ուսուցումը։ Հիմա այդպիսի մի օրինակ կարդացի, առաջին Սաղմոսում հրաշալի խոսքեր կան առատ ջրերի մոտ տնկված ծառի մասին, հիշում եք, որ այդպիսին է Տիրոջ օրենքը սիրող, Տիրոջ խոսքերը, Տիրոջ կամքը փափագող մարդը, որի տերևը չի թառամում, եւ ահա մեկնությունը
Այստեղ խոսվում է Քրիստոսի խաչի մասին, ծառը խորհրդանշում է խաչը, ջուրը խորհրդանշում է մկրտությունը եւ այլն, ու այսպես շարունակ։ Հիմա գիտեք, երբ որ մարդը բերում է իր այլաբանությունը, որպիսի ես այդպիսի մի շեղված ուղղության մասին ասել եմ, որ ոնց են հիմնավորում, թե իբր այն մարդիկ, որ եկեղեցի են գալիս եւ մեղքի կյանքով են ապրում հազարամյայի ընթացքում, խավարանի պես տեղա լինելու, չարչարվելու են ու փրկվելու են, հիմնավորում են այլաբանությամբ։ Սա է նշանակում, սա վերցնում են Տեր Հիսուսի առակներից մեկը, այն վերջի հատվածը, դահիճին կանցնենք մինչև վերջին իր պարտքը վճարի ու ասում են, սա է նշանակում, սա է նշանակում, մեղավոր մարդը կգնա դժոխք, բայց մեղավոր հավատացյալը կտա դահիճի ձեռքը, հազարամյայի ընթացքում կտանջվի, հետո կփրկվի։ Որտեղից? Որտեղ վերցրեցինք այն ինչ որ Աստվածաշունչը չի խոսում դրա մասին, մենք այլաբանությունը, ասում ենք օրինակ, դահիճը սա է, բանտը սա է, չարչարանքը սա է, վերջում էլ փրկություն։ Չկա այդպիսի վարդապետություն։ Եվ սա սխալ մեկնություն է, այսինքն ինչ է, Աստված այդպիսի բան չի գրել, բայց ես այդպիսի բան եմ ուսուցանում։ Դրա համար վերցնում եմ այլաբանորեն ամեն ինչին տալիս եմ իմաստ ու իմ ուզած ծուռ վարդապետությունն եմ։ Սա պակաս վտանգավոր չի, քան այն մոլորությունը, որ թարգմանության ժամանակ խոսեցի։ Որովհետև Աստված այդպիսի բան չի ուղարկել մեզ։ Աստված այդպիսի հաղորդակցություն չի հաստատել մեզ հետ, Աստված այդպիսի կոդավորում չի տվել, որ մենք ապակոդավորում ենք այդպես։ Աստված չի խոսել այդպես, բայց մարդիկ սովորացնում են դա, եւ սա հենց Պողոս առաքյալի զգուշացրած մոլորեցնողներն են։ Ահա թե ինչպես են ծնվում մոլորությունները, եւ արդեն հասկանում եք ինչ է մեզ առարկան այդքան շատ սիրում, որովհետեւ ինքը բացահայտում է եթե այս գործիքներին տիրապետես, քեզ ոչ ոք չի կարա խափի։ Շատ լավ, վերջում եկեք կարդանք Լուկաս 24-ի 45-ը եւ կանգնենք աղոթքի, որովհետեւ իմ ժամանակը լրացավ։ Ինչ է այստեղ գրված։ Տեր Հիսուսը իրեն փնտրողների միտքը բացում է։ Գրված այն ժամանակ նրանց միտքը բացեց, որ Սուրբ Գիրքը հասկանան։ Եվ որքան էլ մենք գործիքներին լավ տիրապետենք, մենք կարիք ունենք, որպեսզի Տերը բացի մեր միտքը, որ մենք իր Գիրքը հասկանանք։ Հաջորդ դասերը ավելի գործնական կլինեն, եւ հաջորդ դասին Աստվածաշնչի տարբեր գրքերի, տարբեր ոճերի, տարբեր գործիքների մասին կխոսանք, թե ինչպես ենք մեկնաբանում։ Կարծում եմ հրաշալի լավ ընթացք է եւ կանգնենք գոհանանք Տիրոջից այսօրվա համար։ Շնորհակալ ենք Տեր։ Քո Սուրբ Հոգու համար շնորհակալ ենք, քո խոսքի, քո գրավոր խոսքի համար շնորհակալ ենք, քո սիրո համար շնորհակալ ենք։ Եվ այս խոսքի մեջ կարդում ենք, որ դու բացում ես մարդկանց մտքերը, որ Գիրքը հասկանան, Սուրբ Գիրքը հասկանան։ Ահա աղոթում եմ մեր եկեղեցու համար, աղոթում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր անկեղծ սրտով սիրում են քեզ, որ ոչ մի մոլորեսնող, կամա թե ակամա, չկարողանա քո ժողովրդին շեղել այն ճշմարտությունից, որ դու ես դրել Աստվածաշնչի մեջ, ոչ թարգմանական սխալները, ոչ այս այլաբանությունները, ոչ հոգուց հեռացած կամ վերստին ծնունդ չունեցող կամ սխալ պարգևով ծառայող մեկնաբանները, ոչ ոք, ոչ մի ուսուցիչ չկարողանա քո ժողովրդին շեղել այն ճշմարտությունից, որ դու դրել ես Աստվածաշնչի մեջ, որին հավատալով մենք պիտի ունենանք փրկություն։ Օրհնյալ Աստված, բացիր քո ժողովրդի միտքը, որ հասկանա քո խոսքը եւ նաեւ քո հոգով զորացրու, որ հասկանալուց բացի որոշում կայացնի ապրելու քո խոսքին, քո կամքին հնազանդության կյանքով։ Օգնիր մեզ Տեր, քեզ ենք ուսացած եւ խնդրում ենք Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։